Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Հարավային Ատլանտիկայում գտնվող կղզում հայտնաբերվել է հանտավիրուսի նոր կասկածելի դեպք։ Բրիտանական առողջապահական ծառայությունները շարունակում են հետաքննել զբոսանավի ուղևորների եւ նրանց շփումների շրջանակը։ Վիրուսի բռնկման հետևանքով արդեն մահացել են 3 մարդ՝ հոլանդացի ամուսնական զույգ եւ Գերմանիայի քաղաքացի։ Եվս 4 վարակված բուժվում են Նիդերլանդներում, Հարավային Աֆրիկայում եւ Շվեյցարիայում։ Կղզում բնակվում է ընդամենը մոտ 200 մարդ եւ այժմ մեծ վախ կա, որ վիրուսը կարող է արագ տարածվել փակ համայնքում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստացել է հրապարակել նոր տվյալներ դեպքերի վերաբերյալ։ ԱՄՆ-ն եւ Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում, վտանգելով մեկ ամիս պահպանված հրադադարը։ Իրանը մեղադրել է Վաշինգտոնին երկու նավ թիրախավորելու եւ քաղաքացիական տարածքներ ռմբակոծելու մեջ։ ԱՄՆ-ն հայտարարել է, պատասխանել է իրանական ուժերի անսպասելի հարձակմանը ամերիկյան կործանիչների դեմ։ Թրամփը զգուշացրել է, հաջորդ հարվածները կարող են շատ ավելի ուժեղ լինել։ Իրանական կողմը հայտնել է, մի քանի ժամ տևած կրակոցներից հետո իրավիճակը ժամանակավորապես կայունացել է։ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, տարբեր քաղաքներում լսված պայթյունները կապված են հակահրթիռային գործողությունների հետ։ Վերջին հարձակումը համարվում է ամենավտանգավորներից մեկը վերջին շաբաթների ընթացքում։ Թրամփը հայտարարել է, Իրանի հետ հրադադարը դեռ պահպանվում է, չնայած Հորմուզում տեղի ունեցած նոր բախումներին։ Նա ասել է, ամերիկյան կործանիչները ենթարկվել են հարձակման, սակայն ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական ուժերին։ Իրանը մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարը խախտելու մեջ եւ հայտարարել, ամերիկացիները հարվածել են իրանական նավթատարի եւ քաղաքացիական տարածքների ուղղությամբ։ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, ոչ մի ամերիկյան օբյեկտ չի վնասվել։ Մալթայի դրոշով Օդեսա նավթատարը, որը տեղափոխում էր 1 միլիոն բարել նավթ, հասել է Հարավային Կորեա, դառնալով առաջին խոշոր տանկերը, որը անցել է Հորմուզի նեղուցով Իրանի սահմանափակումներից հետո։ Նավը նկատվել է Սեոսանի ափերի մոտ։ Կորեական արդյունաբերական աղբյուրները նշում են, այդ քանակը գրեթե հավասար է երկրի մեկ օրվա նավթի սպառման կեսին։ Նավթի մատակարարումը դիտարկվում է որպես կարևոր քայլ Սեուլի էներգետիկ անվտանգության պահպանման համար։ Վերամշակումից հետո շուկա կմատակարարվեն բենզին եւ դիզելային վառելիք։ Չինաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել չինական անձնակազմ ունեցող նավթատար նավ։ Պեկինը հայտարարել է, որ զոհեր չկան, սակայն միջադեպը լուրջ անհանգստություն է առաջացրել Չինաստանում։ Չինաստանը հայտնել է, որ նավը կրել է China Owner and Crew նշումը։ Հարձակումը տեղի ունեցել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև նոր բախումներից անմիջապես առաջ։ Ծովային անվտանգության աղբյուրները ենթադրում են, վնասված նավը եղել է JV Innovation տանկերը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հրաժարական չի տա, չնայած ծանր ընտրական պարտություններին։ Լեյբորիստական կուսակցությունը կորցրել է հարյուրավոր մանդատներ, իսկ Reform UK-ը գրանցել է պատմական արդյունքներ։ Լեյբորիստների մի շարք պատգամավորներ արդեն բացահայտ պահանջում են Սթարմերի հեռացումը։ Վարչապետը խոստովանել է, որ արդյունքները շատ ծանր են, սակայն ընդգծել, երկիրը չի ցանկանում նոր քաղաքական քաոս։ Reform UK-ը սկսել է կոտրել բրիտանական ավանդական երկուսակցական համակարգը։ Միաժամանակ պահպանողականները նույնպես ծանր կորուստներ են կրել։ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի առաջնորդները Ֆիլիպինների Սեբու կղզում հայտարարել են, որ Իրանի պատերազմի հետևանքները սպառնում են տարածաշրջանի տնտեսություններին։ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը զգուշացրել է, Հորմուզի ճգնաժամը արդեն առաջացրել է դոմինոյի էֆեկտ համաշխարհային տնտեսությունում։ Հարավարևելյան Ասիայի երկրները մեծապես կախված են ներմուծվող նավթից եւ գազից։ Ղեկավարները կոչ են արել մշակել միասնական ռազմավարություն, էներգետիկ եւ պարենային անվտանգությունը ապահովելու նպատակով։
Թրամփը հայտարարել է Իրանի հետ համաձայնությունը կարող է կնքվել ցանկացած օր, սակայն միաժամանակ սպառնացել է նոր զանգվածային հարվածներով։ Նա ընդգծել է Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Թրամփը նաև հայտարարել է Թեհրանը պետք է ԱՄՆ-ին փոխանցի իր հարստացված ուրանի պաշարները, որոնք նա անվանել է միջուկային փոշի։ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է ժամանակավոր համաձայնագիր, որը չի պահանջում ամբողջությամբ փակել միջուկային ծրագիրը։ Իրանը դեռ վերջնական պատասխան չի տվել այս առաջարկին։ Բրազիլիայի առաջնորդ Լուլա դա Սիլվան հայտարարել է, երբ 2010 թվականին Բրազիլիան եւ Թուրքիան կարողացան համոզել Իրանին ընդունել միջուկային նոր համաձայնագիր, ԱՄՆ-ն եւ Եվրոպան փոխարենը ուժեղացրին ճնշումը Թեհրանի վրա։ Լուլան ասել է. «Մինչ օրս չի հասկանում, թե ինչու Օբամայի վարչակազմը մերժեց այդ գործարքը։ Ըստ նրա, հնարավոր է պատճառը այն էր, որ համաձայնագիրը մշակել էին ոչ թե արևմտյան տերությունները, այլ զարգացող երկրները»։ Բրազիլիայի նախագահը նշել է, կրկին փոխանցել է Թրամփին 2010 թվականի միջուկային համաձայնագրի փաստաթուղթը։